Դուբայում այս պահին օֆիսային տարածքների խելահեղ պահանջարկ կա։ Այստեղ բացվել է շատ մեծ քանակությամբ ընկերություններ, բայց լավ գրասենյակը գրեթե անհնար է դարձել։ Պատկերացրեք, մենք մի հաճախորդ ունեինք, ում համար 5 ամիս գրասենյակ էինք փնտրում։ Պահանջը շատ հասարակ էր։ Ցանկանում էին, որ ունենային գեղեցիկ տեսարան ու պատշգամբ։ Տեսեք, թե ինչ է կատարվում, հիմա աշխարհում կա մի գրանցված վիճակագրություն, որ Անգլիայից նրանց իմաստուն հարկային քաղաքականության պատճառով յուրաքանչյուր 5 րոպեն մեկ միլիոնատեր է երկիրը լքում, իսկ մի քանի օրը մեկ նույնիսկ միլիարդատեր։ Անգլիայից փախչում են, ինչպես նաև այլ եվրոպական երկրներից, այնտեղ Ֆրանսիան, Գերմանիան, նույնիսկ Ամերիկայից, պատճառները եկեք էլ չթվարկեմ։ Եվ բոլորը վայրեջք են կատարում այն երկրում, որտեղ կա բարենպաստ հարկային քաղաքականություն եւ անվտանգ կյանք իրենց եւ իրենց ընտանիքի անդամների համար։ Դե իսկ Դուբայը մագնիսի նման ուղղակի ձգում է նրանց մեծ մասին։ Խոշոր ընկերությունները տեղափոխում են իրենց գլխավոր գրասենյակները հարկերից խուսափելու ու Ասիային, Մերձավոր Արևելքին ու Աֆրիկային ավելի մոտ գտնվելու պատճառով։ Բացվում են խոշոր ընկերությունների գրասենյակ, ինչպիսիք են Microsoft-ը, Oracle-ը, Google-ը, Amazon-ը, Cisco-ը, նրանք ապրում են ապահով քաղաքում։ Իրենց երեխաներին ուղարկելով աշխարհի լավագույն դպրոցների մասնաճյուղերը եւ համալսարանները։ Զերծ են պահում արդեն աշխարհում կատարվող աղբից, հանցագործություններ, թմրամոլություն եւ այլն։ Եվ արդյունքում գրասենյակների պակասը ահռելի է դառնում։ Այն մարդիկ, ովքեր Դուբայում օֆիսային տարածքներին ուշադրություն չեն դարձնում, կարող են կորցնել իրենց ամենաարագ եկամուտ բերող հնարավորությունը։